Մի քանդակագործ մտախոհ շրջում էր հսկայական քարի շուրջ։ Նրա մտքերը ծանրացած էին, երբ մոտեցավ մի քահանա և հարցրեց. «Ինչ է պատահել որդիս»։ Քանդակագործը պատասխանեց. «Ես սրտանց հավատում եմ Աստծուն և հիշում եմ ավետարանի խոսքերը. եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, այս լեռանը կասեք, տեղափոխվիր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի, և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի։ Ես ուզում եմ այս քարը տեղափոխել իմ արհեստանոց, որպեսզի պատրաստեմ Աբրահամի հոյակերտ քանդակը։ Ես անկեղծորեն հավատում եմ, աղոթում եմ, բայց քարը նույնիսկ տեղից չի շարժվում»։ Քահանան մի պահ լռեց և ասաց. «Որդիս, քեզ մեծ հավատք հարկավոր չէ քարեր տեղափոխելու համար, այլ անհրաժեշտ է ունենալ Աբրահամի նման անսահման վստահություն Աստծո նկատմամբ։ Մենք իսկապես վստահում ենք Քրիստոսին, եթե անգամ չենք կարողանում լեռներ տեղափոխել։ Հավատքն ու վստահությունը չեն դրսևորվում միայն հրաշալիքների միջոցով։ Հավատքը նախ և առաջ Աստծո հանդեպ խոր վստահություն է կյանքի բոլոր հանգամանքներում։ Աստված մեզանից չի անկընկալում մեծ հավատքով լեռներ շարժել, այլ առաջին հերթին ունենալ անսահման վստահություն իր նկատմամբ։ Երբ վստահենք նրան ամբողջ սրտով, նա ինքը կշարժի այն քարերը, որոնք մեզ համար անշարժ են թվում։ Երբեմն մարդիկ դժվարանում են լիովին վստահել եկեղեցուն և հեռանում են, կարծելով, որ այն այլևս չի կարող շարժել իրենց կյանքի քարերը։ Հաճախ մեր հավատքի ակնկալիքները չեն համընկնում իրականության հետ։ Քանդակագործը համոզված էր, որ եթե հավատով աղոթի, ապա քարը կշարժվի, բայց երբ դա տեղի չունեցավ, նրա ներսում կասկած ծագեց իր հավատքի ուժին։ Այստեղ է, որ քահանայի խոսքերը բացահայտում են հավատքի իսկական էությունը։ Հավատալ չի նշանակում միայն հրաշքներ սպասել, այլ նշանակում է վստահել Աստծուն առանց նախապայմանների։ Չէ՞ որ Աստված գիտի մեր կյանքի յուրաքանչյուր քայլի իմաստը, մեր կարիքները և երբեմն մեր դիմաց կանգնած քարերը մեզ համար ոչ թե արգելքներ են, այլ հոգևոր դասեր։ Երբ ակնկալիքները չեն իրականանում, շատերը սկսում են կասկածել կամ կորցնել վստահությունը եկեղեցու նկատմամբ։ Սակայն եկեղեցին մեզ հիշեցնում է, որ նախ և առաջ պետք է սովորենք վստահել Աստծուն և ընդունել նրա կամքը, նույնիսկ երբ մեր խնդրանքները անմիջապես չեն իրականացվում։ Մեր կյանքի բեռները, թե հոգևոր, թե ֆիզիկական, հաճախ թվում են ծանր ու անշարժ, ինչպես հսկայական քարի տեղափոխումը։ Մենք փնտրում ենք ակնթարթային լուծումներ, բայց իրական կյանքում բախվում ենք փորձությունների, որոնք պահանջում են համբերություն, վստահություն և աստվածային առաջնորդություն։ Եկեղեցին հենց այն վայրն է, որտեղ մենք սովորում ենք այս ճշմարտությունը։ Մարդը կարող է հավատալ Աստծուն, բայց երբ առջևում կանգնած են մեծ մարտահրավերներ, նման քարերի տեղափոխմանը, կարող է զգալ, որ իր հավատքը բավարար չէ դրանց հաղթահարման համար։ Սակայն ինչպես քահանան է նշում, հավատքը միայն հրաշքների ակնկալիք չէ, այլ նախ և առաջ խորունկ վստահություն Աստծո կամքի և նրա ծրագրի նկատմամբ։ Աստված գիտի, թե ինչ է բարին մեզ համար, և կյանքի ամեն փորձություն ու դժվարություն իմաստ ունի, նույնիսկ երբ մեր խնդրանքը անմիջապես չի իրականացվում։ Դժվարություններ կարող են թվալ անհաղթահարելի, սակայն դրանցում թաքնված է մեր հավատքի վստահության փորձությունը։ Եկեղեցի այցելելը կարող է դառնալ այդ որոնման առաջին և ամենակարևոր քայլը, որտեղ մենք դիմում ենք Աստծո առաջնորդությանը և փնտրում նրա իմաստությունը։
Եկեղեցում մենք ոչ միայն գտնում ենք հոգևոր մխիթարություն, այլև վերականգնում ենք մեր վստահություն Աստծո հանդեպ։ Այն մեզ սովորեցնում է հասկանալ նրա կամքը եւ ընդունել նրա նախախնամությունը մեր կյանքում, անկախ կանգնած լեռներից եւ դժվարություններից, որոնք կանգնած են մեր առջև։ Եկեք հիշենք երանելի Դավիթի անսասան վստահությունը Աստծո եւ իր տաճարի հանդեպ։ Երբ նա անցնում էր իր դժվարությունների եւ փորձությունների միջով, նրա սիրտն ու հայացքը միշտ ուղղված էին դեպի Տիրոջ տունը, որովհետեւ այնտեղ էր նա գտնում իր ուրախությունը։ Ճշմարիտ քրիստոնյան մտածում է ճիշտ ինչպես Դավիթը։ Գիտեք, որ նա երբ աքսորի մեջ էր, ամեն օր արցունք էր թափում, որովհետև չի կարողանում մտնել Աստծո տուն։ Նա իսկապես կարոտում էր Տիրոջ ներկայությունը եւ իր տառապանքն ու կարոտը արտահայտում էր Սաղմոսներում, ասելով. հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերվում էի, որ պիտի մտնեմ Աստծո տան սքանչելի հարկի տակ, ցնծության ու օրհնության ձայնով եւ ձայնով բարեբանության։ Դավիթը լինելով ժողովրդի առաջնորդ, մղելով բազում պատերազմներ թշնամիների դեմ եւ գործադրելով արդարություն, այսպես էր աղոթում. Երանի քո տանը բնակվողներին, նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ, իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում։ Լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ, նախընտրեցի կանգնել իմ Աստծո տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։ Դավթի համար մեկ օր Աստծո տանը ավելի արժեքավոր է, քան հազարավոր օրեր աշխարհում։ Մի ճգնավոր ասում էր. նրանք, ովքեր մեկ շաբաթ կռվում են սատանայի դեմ, կիրակի օրերին ձգտում են վազել դեպի եկեղեցում գտնվող սուրբ հաղորդության կենթանի ջրի աղբյուրները, սրտի ծարավը հագեցնելու եւ մաքրվելու համար պղծված սրտի աղտերից։ Ուստի պետք է հավատով ու վստահությամբ մոտենալ եկեղեցուն, քանի որ ան Աստծո օթևանն է։ Միայն Աստծո միջոցով կարող ենք մաքրվել մեր մեղքերից, հոգևորապես վերածնվել եւ պաշտպանվել չարի որոգայթներից։ Երանելի Դավիթը դարձյալ աղոթում է. Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա, եթե իմ դեմ ճակամարտի ելնեն, միևնույն է, Տեր, հույսս քեզ վրա եմ դնելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից եւ նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը եւ վերահսկեմ նրա տաճարում։ Չար օրերին ինձ թաքցրեց իր վրանում, պատը սպարեց ինձ իր վրանի ծածկի տակ, ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Շրջեմ եւ օրհնության պատարակ մատուցեմ նրա վրաններում, օրհն երգեմ եւ սաղմոզ երգեմ Տիրոջը։ Ինչպես Դավիթն էր ձգտում Տիրոջ տանը եւ զգալ նրա կենարար ներկայությունը, մենք եւս պետք է ձգտենք դեպի եկեղեցի, որովհետեւ այնտեղ է հանդիպումը Տեր Հիսուսի հետ։ Եկեղեցին մեր դրախտային հոգևոր հայրենիքն է, անմահության եւ աստվածային կենսունակության աղբյուրը։ Եկեղեցու շնորհիվ մենք ազատվում ենք հոգեբանական ճնշումներից, հաղթահարում ճգնաժամերը եւ խուսափում չարի այրող նետերից, առաջնորդվելով դեպի Աստծո խաղաղությունը։ Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակվեն քո գավիթներում։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, սուրբ է քո տաճարը։ Նրանք, ովքեր բնակվում են նրա տաճարում, իրավունք ունեն վայելելու եւ հագենալու նրա բարիքներից։ Դավիթն ասում է. Ես քեզ եմ փափագում, ով Աստված, հոգիս ծառավ է քեզ, Աստված հզոր եւ կենթանի, երբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ։ Այսպիսով վստահության
եւ հավատքի վեր իմաստավորումը մեր հոգևոր ճանապարհի կարևոր մի մասն է, որը օգնում է մեզ վերականգնել մեր կապը եկեղեցու հետ։ Այդպես մենք նմանվում ենք Դավթին, բացարձակ վստահություն դնելով Աստծո վրա, անգամ եթե մեր առջև կանգնած են շատ ավելի մեծ քարեր ու լեռներ։ Դավթի օրինակով մենք հիշում ենք, որ որքան էլ մեր առջև կանգնած խոչընդոտները թվան անշարժ ու անշրջելի, եկեղեցի գալով մենք գտնում ենք ուժ դրանք հաղթարելու համար։ Ուստի սիրելիներ, Դավթի օրինակով եկեք մեր սրտերում վառ պահենք նույն սերն ու ծառավը Աստծո հանդեպ։ Եկեք վստահենք եկեղեցուն, որովհետև այն Տիրոջ տունն է, ուր մեր հոգիները լցվում են նոր հույսով, նորոգվում նրա շնորհքով եւ ամրանում հավիտենական կյանքի ճանապարհին։ Օրն երկություններ բարձրունքի աստիճանների վրա ուրախանում է, երբ ասում էին գնանք Տիրոջ տուն։ Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ով Երուսաղեմ։ Ուրեմն թող մեր հոգիները լցվեն աստվածային սիրով եւ երկնային խաղաղությամբ, որպեսզի ամենայն վստահությամբ քայլենք Տիրոջ ճանապարհով եւ թող մեր հոգու տաճարը վերանորոգվի Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որում փառք, իշխանություն եւ պատիվ հավիտյանս հավիտենից ամեն։